Կարգ օրենքի 55 հոդվածի երկրորդ մասը հստակ սահմանում է, որ 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկված և 3 հերթական նստաշրջանի ընթացքում չքննարկված հարցերը ազգային ժողովում քննարկվում են արտահերթ։ Այդպիսի կարգավիճակ ունի 94 կետում բերված հայտարարությունը իմ հեղինակած, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին։ Այս հարցը պետք է այս նստաշրջանում քննարկվեր արտահերթ, սակայն երկար ժամանակ այս հարցը բարձրացրել ենք և սեպտեմբեր ամսից այս խնդիրը բարձրացված է։ Հիմա սա վերջին քառօրյան է այս նստաշրջանի։ Եթե մենք այս քառօրյայում էլ այս հարցը չքննարկենք, մենք ուղղակի կոպտորեն կոտնահարենք մեր կանոնակարգ օրենքը։ Ես ուզում եմ, որ մենք այս վիճակից ելք գտնենք և նախ անպայման այդ հարցը այս քառօրյայում քննարկվի, որովհետև այլ տեղ չի մնում։ Արտահերթի բոլոր սահմանները անցել են և քառօրյան էլ էս վերջի քառօրյան է, ուստի պատրաստվում եք արդյոք դուք այս խնդիրը նախ առնել ձեր գիտության և ձեր ուշադրության տակ և անպայման այս քառօրյայում այս խնդիրը քննարկել և կազմակերպել այդ քննարկումը։ Պարոն Ռոստոմյան, ես իհարկե ցավում եմ, որ այս հարցը հետաձգվել է և այսպես վերջի քառօրյային է հասել և դուք կանոնակարգի դրույթները մատնանշելով պարտադրում եք, որ այդ հարցը քննարկվի։ Շատ լավ կլիներ, որ օրակարգի քննարկման ժամանակ ևս հնչեր այս հարցը, որպեսզի տեղում ուսումնասիրեինք և լուծում տայինք, որպես այսպես ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար այս հարցի հետ զուտ կանոնակարգային այս առումով առաջ անգամ եմ ես առաջնորդվում։ Կարծում եմ ճիշտ կլինի միասին ընդմիջման ժամանակ մենք հանդիպենք և քննարկենք սրա լուծում տալու ընթացքի վերաբերյալ։ Ես այս պահին սա կարող եմ միայն առաջարկել։